Եկեղեցու դեմ դատական հայցերը ավելանում են, այժմ էլ Մայրաթորին դատի է տվել Ստեփանասատրյանը նախկին Տեր Արամ քահանան։ Նա պահանջում է, որ դատարանը անվավեր ճանաչի իրեն կարգալույց հռչակելու վեհափառի որոշումը եւ վերականգնի իրեն Հովանավանքի հոգեվոր հովվի պաշտոնում։ Ստեփանասատրյանը ամիսների վեր կարգալույցության որոշումը չի ընդունում եւ Հովանավանքից էլ չի հեռանում։ Շարունակում է ծեսեր անել, հիմնավորումը սա էր։ Կարգալույց եղած կաթողիկոսին չի կարող։ Եթե իրեն կարգալույց չի համարում, ինչու է դատարան դիմել, հարցրինք։ Իմ արարքը իրենց արածի պատասխանն է ուղղակի, ուրեմն նույն օրենքով, եթե ես հոգևորական չեմ եւ իրավունք չունեմ այնտեղ լինելու, ես կապացուցեմ, որ ես հոգևորական եմ եւ իրավունքը ունեմ այնտեղ գտնվելու։ Եվ որևէ մեկը մանավանդ սրբապղծության մեջ մեղադրվող եւ կամ ընտանիք ունեցող եկեղեցական կանոնները խախտած մեկը իրավունք չունի իմ նման հոգևորականին եկեղեցուց հեռացնելու։ Դա ոչ մեկ իրեն չի հուշել, առավել եւս Սուրբ Հոգին։ Եկեղեցին նախորդ ամսին էր դատի տվել նախկին քահանային պահանջելով, որ նա հեռանա Մայրաթորի սեփականությունը հանդիսացող Հովանավանքից ու այն բնակարանից, որտեղ ապրում է։ Այս պատմության մեջ աննախադեպը սակայն այն է, որ այժմ հայաստանյան դատարանները պիտի սկսեն զբաղվել քահանայական կարգալույծության հարցերով։ Միայն Տեր Արամը չէ կարգալույծ հռչակված, Տեր Թադեն էլ է դատարան դիմել նույն պահանջով։ Իրեն քահանայական կարգից զրկելու վեհափառի որոշումը պիտի անվավեր ճանաչվի։ Որպեսզի այդ բախումներից խուսափենք, մենք նաև օրենքի օգնությանն ենք դիմում։ Հիմա տեսնենք օրենքը ինչ կորոշի, ինչ վճիռ կկայացնի։ Որտեղ մեր խնդիրը ոչ թե բախումներ ստեղծելու մեջ է, այլ մենք փորձում ենք ավելի հաստ ճանապարհով քայլել առաջ, բայց նաև մենք գիտակցում ենք, որ մեր եւ եկեղեցական եւ մյուս օրենքները խախտված են իրավունքները։ Կարգալույծ արված քահանան ասում է կաթողիկոսի վճռի հետ համաձայն չէ դատարան դիմելով բողոքի ձայն է բարձրացնում։ Նայում են ինչի հիմքով են կարգալույծ արել։ Եվ այնտեղ հասկանում եք մեր կարգալույցության հիմքը չկա, փաստացի քմահաճույք է։ Եվ մենք ասում ենք, որ եկեղեցում չպետք է լինի քմահաճույք։ Նախկին քահանան ասում է դատարանն ինչ որոշի համաձայն կլինի։ Տեր Արամ ու Տեր Թադե երկու նախկին քահանաներն էլ կարգալույծ էին հռչակվել։ Ըստ Մայրաթորի հակաեկեղեցական գործողությունների պատարակներում վեհափառի անունը շրջանցելու համար։ Նախկին քահանաները կարծում են, որ կարգալույծությունը ընդհանցակարգային հարց է եւ կարող է դառնալ դատարանի քննարկման հարց։ Եթե կամայականորեն է կառավարվում, ես ուր դիմեմ, չեք ասի ինձ, ուր դիմեմ։ Առաջինը կարգալույծ հռչակված հոգևորականներից Մասյացոտ Նիթեմի առաջնորդի պաշտոնից հեռացված ու կարգալույծ հռչակված Գևորգ եպիսկոպոս Սարոյանն էր դատարան դիմել ու շատ արագ վերականգնվել պաշտոնում։ Այդ գործի շրջանակներում նույնիսկ մեղադրյալներ դարձան Մայրաթորի 6 եպիսկոպոս արքեպիսկոպոսներ։ Նրանց փաստաբաններն այդ պատմությունն արկածախնդրություն էին որակում։ Վեհափառի վճիռներն ասում էին չեն կարող դատարան հասնել։ Նա հոգևորականների հետ ոչ թե աշխատանքային պայմանագրով, այլ ուխտով է կապված։ Թող այդ պայմանագիրը լիներ, այդ նշանակում է ես պիտի զոհվեմ։ Վեհափառի վճիռները դատարան հասցնելը Հայաստանում աննախադեպ է, բայց աշխարհը լի է այսպիսի պատմություններով։ Ստրասբուրգի դատարանում բազմաթիվ վճիռներ կան, ասում է իրավաբան Ռաֆայել Իշխանյանը։ Եվրոպական դատարանը Միրոլյուբովի գործով վճռել էր, որ կրոնական համայնքի անդամները Կոնվենցիայի 9-րդ հոդվածի իրավունքով չունեն ամրագրված անհամաձայնություն հայտնելու իրավունք համայնքին կրոնական կազմակերպությանը։ Իրենց տարբերակ անհամաձայնության ցնդեկում դուրս գալն է։ Ավելին, մեկ ուրիշ գործով, անունը սխալ ասեմ, Պաստորոլ Չելբուն, եթե չեմ սխալվում, Ռումինիայի համայնք ընդդեմ Ռումինիայի գործով ավելին էր գնացել։ Կրոնական կազմակերպությունների ճանաչել էր իրավունքը, որ եթե իրենց ներսում առաջանում է պարակտիչ շարժում, անհամաձայնություններ, իրենք իրենց կանոններից շահերից բխելով կարող են դրանց արձագանքել։ Եվ պետությունը իրավունք չունի այստեղ արբիտրի դեր խաղալ, այսինքն կրոնական կազմակերպության եւ իր առանձին անհատների միջև հարցերի մեջ։ Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի նախագահը այս օրերին ուսումնասիրում է մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռները հոգևորականների մասով։ Շեշտում է, հստակ է, որ դատարանը ներեկեղեցական հարցերին անդրադառնալը պետության գործը չի համարում։ Նույնիսկ եղել է դեպք Ֆերնանդես Մարտինեսն ընդդեմ Իսպանիայի գործով, երբ որ կրոն դասավանդող ուսուցիչը, որ ընտրության մեջ ձայն ուներ եկեղեցին, կաթոլիկ եկեղեցին, իրեն հեռացել էր ինչ պատճառը, որ նա մասնակցում էր մի շարժման, որը ջատագովում էր կուսակրոնության վերացումը եւ ինքը ամուսնացած էր, տվել էին դա։ Բայց մեն այդ շարժման մեջ լինելու պատճառով իրեն հեռացեցին այդ ուսուցչի պաշտոնից։ Ինքը գնաց դատարան, իսպանական դատարանները մերժեցին իր հայցը, գնաց եվրոպական դատարան նույնպես ասաց, որ այստեղ ձեր ոչ մի իրավունք չի խախտվել։ Ըստ
Պատիշխանյանի դատարան դիմել կարող են, բայց դատավորը, եթե Ստրասբուրգի նախադեպային որոշումները նայի, պիտի մերժի հայցերը, բայց հայաստանյան նախադեպը այլ է։ Առաջիկայում հետաքրքիր ու արտառոց դատավարություններ են սպասվում։ Եկեղեցու կանոնական դրույթները, քահանաների կարգապահական հարցերը դատարանների քննության թեմա են դառնում։